2010 թվականին 445, 2011-ին 282 եւ այս տարվա առաջին կիսամյակում 110։ Սա ապօրինի շինարարության եւ հողազավթումների հետևանքով մայրաքաղաքում կազմված արձանագրությունների վիճակագրությունն է։ Երևանը հնարավոր բոլոր եղանակներով աղավաղելու արատավոր պրակտիկան վերացնելու ուղղությամբ անզիջում պայքար է ընթանում, եւ դա վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի որդեգրած հստակ քաղաքականությունն է։ Այդուհանդերձ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խնդիր է դրվել աշխատանքներն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնել, ավելի խստացնելով նաև վերահսկողությունը։ Ամեն օր անակնկալ շրջայցեր բոլոր վարչական շրջաններում, որտեղ ներգրավված են ինչպես մեր վարչության, այնպես էլ հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները, նաև ներգրավվում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատուները։ Նպատակը մեկն է՝ առավելագույնի հասցնել ինքնակամ շինարարության դեպքերի հայտնաբերումը, կանխումը եւ դրանց նկատմամբ համապատասխան վարչարարություն իրականացնելու աշխատանքները։ Չնայած վերահսկողության խստացմանը, նվազման դինամիկա է արձանագրվել նաև ապօրինաշինությունների քանդման մասով։ Այսպես, եթե 2012 թվականի առաջին կիսամյակում քանդվել է ընդամենը 70 ինքնակամ շինություն, ապա 2011 թվականին այդ ցուցանիշը եղել է 190, իսկ 2010-ին 223, ընդ որում քանդման աշխատանքներում ավելի ակտիվ դերակատարում ունեն վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները, բայց եւ գործընթացը մշտապես վերահսկում են քաղաքապետարանի, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները։ Հայկ Ասատրյանը նշում է, որ վերջին 1-2 տարում մի շարք փոփոխություններ են կատարվել իրավական ակտերում, որոնք բխում են քաղաքացիների շահերից, փորձ է արվել քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման եւ շինարարության թույլտվության տրամադրման ընթացակարգը քաղաքացիներին առավել հասու եւ մատչելի դարձնել, հնարավորին նվազեցնելով վարչարարությունը։ Բացի այդ, Երևանի ավականին վերջին 1.5 տարվա ընթացքում մի շարք որոշումներով ընդլայնել է վարչական շրջանի ղեկավարի գործառույթը շինարարության թույլտվության տրամադրման առումով, այնտեղ ներգրավելով հիմնականում Երևան քաղաքի այն գոտիները, որտեղ որ մենք ունենք հիմնականում առանձնատներ եւ մեր քաղաքացիները շատ ժամանակ խնդիր են ունենում առանձնատներում վերակառուցման, արդիականացման, շատ ժամանակ անօրինականությունները հենց իրականացվում են այդ տիրույթում։ Հայկ Ասատրյանը հիշեցնում է, որ անօրինական շինարարության դեպքում վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է տուգանք 200,000 եւ 400,000 դրամի չափով կախված իրավախախտման դեպքից, մասնավորապես համայնքային հողամասում է այն կատարվել, թե սեփականության իրավունքով պատկանող հողամասում։ Հողազավթման դեպքերի համար նույն օրենսգիրքը նախատեսում է տուգանք 200,000 դրամի չափով, իսկ հետևանքները չվերացնելու եւ իրավախախտումը շարունակելու համար 2.5 միլիոն դրամի չափով։ Հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվում է կառույցի հետագա ճակատագիրը, կամ այն քանդվում է կամ օգտագործվում է համայնքային կարիքների համար։ Բոլոր դեպքերում ոլորտի պատասխանատուն հորդորում է պարզապես հրաժարվել անօրինական հողազավթման կամ շինարարության մտքից, նշելով, որ երևույթի դեմ անողոք պայքար է մղվում եւ ցանկացած փորձ մատնվելու է ձախողման։ Երևանի քաղաքապետարանը, իդեմս քաղաքապետի իրավական դաշտում ստեղծել են այն հնարավոր միջոցները, որպեսզի քաղաքացին կարողանա ուրեմն օր առաջ ձեռք բերել հաստատված նախագծեր եւ հրապարակայնությունն ապահովված է նաեւ ուրեմն հողամասերի ձեռքբերման առումով։ Հավելենք, որ ապօրինաշինություններ կամ հողազավթումներ հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 108 արագարձագանքման ծառայությանը 060 460 560 հեռախոսահամարին, ինչպես նաև դիմել տվյալ վարչական շրջանի աշխատակազմին։ Ի վերջո, քաղաքի դիմագիծը չխաթարելու ու ճարտարապետական տեսքը պահպանելու հարցում պարտավորություն ենք կրում բոլորս։